անասելի ցավեր ունեին։ Նայում էի պատուհանից դուրս ու մտածում էի մարդիկ գիտակցում են, թե ինչ լավ է, որ իրանք ունեն այդ քայլելու հնարավորությունը։ Ուզում էի հերթով իրենց կանգնեցնել ու ասել, խնդրում եմ գնալ եւ շնորհակալություն հայտնել այդ ֆունկցիայի համար, որ դուք ունեք, որտեղ մարդիկ կան, որոնք դրա համար ամեն օր աշխատում են։ Սկսել էի քայլակ օգտագործել եւ մեր ուսուցիչներից մեկը դուրս եկավ ու ինձ ասեց քայլակից ձայնը խանգարում է դասի բնականon հունին մի քայլի։ Ես ծնվեցի մանկական ուղեղային կաթվածով ժամանակից շուտ։ Առաջին անգամ երբ հասկացա, որ ունեմ հաշմանդամություն, երկրորդ դասարանում էի, օրթեզներ էի գրել եւ իմ համադասարանցին մոտեցավ, ոտքիս դիպչեց ու ասեց՝ «Վայ, ես քո ոտքերն են» եւ ամբողջ դասարանով սկսեցին ծիծաղել այդ արտահայտության վրա եւ դա ինձ մոտ տրավմա թողեց։ Հենց այդ պահին էլ հասկացա, որ ես մյուսների նման չեմ։ Այնքան հաս չի այդ օրթեզների հետ, որ վերցրեցի եւ մամայից թաքուն տարա դրանք գցեցի աղբամանը։ Այդ մեծ աղբամանը մեր փողոցի, որտեղից ոչինչ էլ հնարավոր չէր հանել եւ դա ինձ համար այդ փրկության աղբաման էր։ Ստեղծել բամբակ մթնոլորտ հաշմանդամություն ունեցող երեխայի կամ մարդու համար իր մոտ հետո ստեղծում է միտք, որ ինքը ոչինչ չի կարող։ Իմ կյանքի տարբեր փուլերում մարդիկ արել են տարբեր արտահայտություններ, դե դու ինչ կարաս աշխատես, դե դու որտեղ պիտի աշխատես, դե որտեղ են ձեր նմաններին վերցնում։ Գնացինք աշ։ 1 բարձր, 2 3 Այո, սա խնդիր է, դժվարություն, մարտահրավեր, բայց շատ սիրուն է, երբ դու սկսում ես սիրել քո ուղին, քո դժվարությունները եւ ամեն բան, որի հետ բախվում ես, սիրել ու շնորհակալ լինել դրա համար։ 4 Ունենում եմ վերականգնողական կուրսեր, որոնք իմ ապրելակերպն են, աշխատում ենք այսպես իմ խելքի որակի վրա, իմ հենումների վրա, որպեսզի կարողանամ ավելի վստահ կանգնել բալանսիս վրա։ Կարևորը հասկանալ, որ ընկել ես, հենվել երկու ձեռքի վրա եւ վեր կենալ, որովհետեւ երբեք կարծում եմ ոչ մի ընկնել չարժե այնքան, որ քեզ թողի մնալ ներքևում։ Պիտի միշտ բարձրանալ վերև, ինչքան էլ որ դա դժվար, մարտահրավերային եւ այդ պահին թվա անանցանելի։ Կամ մի կարմիր կամ մի կարմիր կամ կար։ 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 Հոկակապ հակոպ։ Քանի որ այստեղ աշխատում եմ, ամեն օր առնչվում եմ երեխաների հետ, որոնք պայքարում են եւ աշխատում են պարզ բաների համար։ Օրինակ խոսելու համար, օրինակ ձեռք բարձրացնելու կամ մատերը շարժելու։ 8 10 Շատ կուզեմ, որ մենք չկորցնենք, որ սկսենք գնահատել, այլ գնահատենք, որ չկորցնենք։ Հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքը շատ մեծ դեր ունի կյանքում։ Միասին գնում ենք տարբեր մոլ, ֆիլմ դիտելու կամ որևէ այլ ակտիվության, ես այդ մեծ եղբոր դերը ստանձնել եմ իրենց կյանքում, որի հետ իրենք միշտ պիտի ապահով զգան, իհարկե ոչ ֆիզիկապես։ Մենք դնում ենք այնտեղ, որտեղ ուզում ենք եւ կապ չունի թե այդտեղ ինչքան աստիճան կա, ինձ օգնում են եւ մենք երբեք չենք խոսել այդ մասին, որ ինձ կօգնեք, դա եղել է հենց այդպես։ Հաշմանդամությունը իր հետ բերում է շատ մեծ դժվարություններ, բայց մի քանի անգամ ավելի մեծ կամք դրանք հաղթահարելու։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ երբեք չդարձնեն ուղիղ քայլելը կյանքի միակ եւ մեծագույն նպատակ։ Կարող ես դու քայլել թեք, ունենալ ոչ այդքան գեղեցիկ ծնկներ, ունենալ տարբեր ցավեր, բայց լինել ներսով այնքան հարուստ, որ դա երբեք ոչ միտեղ չարտացոլվի։
Իմ կարծիքով ոչինչ կյանքում պատահական չի լինում, ու եթե ես ունեմ հաշմանդամություն, ուրեմն հենց այդպես էր պետք։ Եկել եմ մտքին, որ դա ինձ համար առաքելություն է, որևէ տեղ որևէ բան ունեմ անելու։